Հունիսի 17-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեն դը Մյուզերին եւ պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։ Ողջունելով դեսպանին Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնել այցի համար եւ ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։ Փրկարարծառայության տնօրենը ներկայացրել է բնակչության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացները, ճգնաժամային կառավարման եւ ճգնաժամային հաղորդակարգերի զարգացման հեռանկարները։ Ալեն դը Մյուզերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Դեսպանն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ բնակչության պաշտպանության ոլորտներում։ Ալեն դը Մյուզերը իրատեսական է համարել երկկողմ համագործակցության զարգացումը, հատկապես աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման, պատրաստվածության մակարդակի բարձրացման եւ դիմակայունության զարգացման ուղղություններով։ Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակական դարձնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ հունիսի 16-ին ժամը 8:40-ին Գանգրահեր տղայի այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 եւ Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի։ Աբովյանցի երիտասարդին պատկանող Մերսեդեսի սրահում եւ մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ։ Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին։ Աբովյանցու խոզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածով 5 անոթ եւ կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Եղվարդցու խոզարկությամբ հայտնաբերվեց 2 հաբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ Մերսեդեսի սրահում հայտնաբերվել է կարմիր եւ կապույտ ժապավենով 9 փաթեթ եւ բյուրեղանման դեղին զանգվածով 1 անոթ։ Նշանակվել է փորձաքննություն, երկուսն էլ ձերբակալվել են, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին ժամը 12:55-ին նոր-նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող եւ բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով։ Երիտասարդը տեսնելով մոտեցող պարեկներին փորձել է փախչել, ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել։ Ժամը 13:05-ին նա ձերբակալվել ու տարվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Պարզվել է, որ մայրաքաղաքի Օհանովի փողոցի բնակիչ 33 տարեկան տղամարդը համացանցով մարիխուանայով փաթեթներ էր ձեռք բերել, տեղադրելով իրացնելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ նոր-նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 33 գրամ քաշով թմրանյութի 19 փաթեթ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Հատկապես պատանիները փաթեթով թմրամիջոց տեղադրելուն վերաբերում են որպես վարձատրվող աշխատանք։ Սա մեղմ ասած ճակատագրական սխալ է։ Թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը քրեաիրավական իմաստով եւս թմրամիջոցի իրացում է, ընդ որում շահադիտական նպատակներով։ Այս հանցանքի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, թե հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետեւյալ բնակավայրերում։ Հունիսի 19-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում, Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Մարգահովիտ համայնքներում։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ
կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջի գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 նապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 նապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։
Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։